Բարև ձեզ, ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է։ Ինչպես կանխարգելել շաքարային դիաբետի զարգացումը։ Որպեսզի գիտակցենք դիաբետի կանխարգելման կարևորությունը, նախ հասկանանք ինչով է այն վտանգավոր։ Շաքարային դիաբետը զբաղեցնում է 3-րդ տեղը աշխարհում որպես մահացության պատճառ։ Այն բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը շուրջ 6 անգամ, ինսուլտի առաջացման ռիսկը շուրջ 3 անգամ։ Կարող է պատճառ հանդիսանալ տեսողության վատթարացման, երիկամային հիվանդությունների առաջացման և այլն։ Ինչ է շաքարային դիաբետը։ Այն քրոնիկական հիվանդություն է, երբ օրգանիզմը չի կարողանում ապահովել արյան մեջ գլյուկոզայի կայուն նորմալ մակարդակ։ Գլյուկոզան շաքար է, որը հանդիսանում է էներգիայի աղբյուր բջիջների համար։ Գլյուկոզան թափանցում է բջիջներ միայն ինսուլինի օգնությամբ։ Տարբերում են շաքարային դիաբետի երկու հիմնական ձև։ Առաջի տիպի շաքարային դիաբետի արդյունքում չի արտադրվում բավարար քանակությամբ ինսուլին։ Երկրորդ տիպի դեպքում չի խանգարվում ինսուլինի արտադրությունը, սակայն իջնում է բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Երկու տեսակների դեպքում էլ արյան միջից գլյուկոզան չի յուրացվում բջիջների կողմից, ուստի այն մնում կուտակվում է արյան մեջ, հանգեցնելով գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը արյան մեջ։ Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ գանգատները հաճախ զարգանում են դանդաղորեն, և անձը կարող է տարիներ շարունակ ապրել դիաբետով և չիմանալ այդ մասին։ Տարածված նշաններն են անընդհատ ծարավի զգացողություն, բարձրացած քաղցի զգացողություն, հաճախակի միզարձակում, թուլություն, հոգնածություն, վերքերի ուշ ապաքինում, մարմնի զանգվածի կտրուկ փոփոխություններ։ Եթե նկատել եք վերը թվարկված գանգատներից կամ գտնվում եք ռիսկի խմբում, խորհուրդ է տրվում դիմել բժիշկ էնդոկրինոլոգի, պարբերաբար հանձնել լաբորատոր անալիզներ։ Որոնք են ռիսկի գործոնները շաքարային դիաբետի դեպքում։ Առաջին՝ տարիք։ Տարիքին զուգընթաց բարձրանում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։ Երկրորդ՝ ժառանգական նախատրամադրվածությունը։ Դիաբետի առաջացման ռիսկը բարձրանում է, եթե ծնողները, քույր եղբայրները ունեն դիաբետ։ Երրորդ՝ մարմնի ավելորդ զանգվածը։ Ավելորդ քաշը և գիրությունը դիաբետի զարգացման գլխավոր ռիսկի գործոններից են։ Հաջորդ կարևոր գործոնը դա թերակտիվությունն է։ Որքան ակտիվությունը պակաս է, այնքան բարձրանում է դիաբետի առաջացման ռիսկը։ Հաջորդը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առկայությունն է։ Կարևոր է նաև դիսլիպիդեմիան, այսինքն երբ վատ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը արյան մեջ բարձր է, իսկ լավ խոլեստերինի մակարդակը ցածր։ Ժամանակին բժշկի դիմելը և լաբորատոր հետազոտություններ անցնելը հնարավորություն կտա հայտնաբերել պրեդիաբետը։ Վերջինս վիճակ է, երբ արյան գլյուկոզայի մակարդակը նորմայից բարձր է, բայց ոչ այնքան բարձր, որ դասակարգվի որպես դիաբետ։ Այս փուլում հայտնաբերելու և կենսակերպի համապատասխան փոփոխությունների միջոցով կարելի է կանխարգելել դիաբետի զարգացումը։ 5 քայլ շաքարային դիաբետի զարգացումը կանխարգելելու համար։ Առաջին՝ սննդակարգի շտկում։ Սնվել առողջ, բազմազան և բալանսավորված։ Առողջ ափսեի սկզբունքով։ Այն է, ափսեի 25%-ը կազմում են բարդ ածխաջրերը, 25%-ը կազմում են սպիտակուցները և 50%-ը բանջարեղենը, մրգերը և կանաչեղենը։ Երկրորդ՝ ամենօրյա ֆիզիկական ակտիվություն։ Այն շատ էֆեկտիվ մեթոդ է դիաբետի պրոֆիլակտիկայի համար, քանի որ ծախսվում է գլյուկոզան որպես էներգիա, ինչը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նորմալացմանը։ Լավացնում է նաև բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ և օգնում է քաշի կարգավորմանը։ Երրորդ՝ ավելորդ քաշի նվազեցում։ Ավելորդ քաշը բարձրացնում է դիաբետի առաջացման ռիսկը։ Ավելորդ քաշի առկայությունը որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսի միջոցով։ Այն պարզելու համար մարմնի զանգվածը կիլոգրամներով հարաբերում ենք հասակի քառակուսուն մետրերով։ Եթե չափած մարդու մոտ մարմնի զանգվածի ինդեքսը 18,5-ից 25-ի միջակայքում է, ապա քաշը համարվում է նորմալ։
25-ից 30 համարվում է ավելորդ քաշ, 30-ից ավել ճարպակալում։ 4. Պահպանել էմոցիոնալ հավասարակշռություն։ Ստրեսի ժամանակ արտադրվում են հորմոններ ադրենալին, նորադրենալին, կորտիզոլ, որոնք ունեն կոնտրինսուլյար ազդեցություն, այսինքն արյան մեջ բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը։ Ուստի շաքարային դիաբետի կանխարգելման համար կարևորվում է նաև էմոցիոնալ վիճակի հսկողությունը։ 5. Վնասակար սովորությունների ձեռքբազատում։ Մասնավորապես, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը բարձրացնում են դիաբետի առաջացման ռիսկը։ Այսօրվա համար այսքանն է, հարգելիներս։ Հուսամ օգտակար էր, եղեք առողջ և տեղեկացված։